Այսօրվա ամենակարևոր իրադարձությունը իհարկե Ռուսաստանի հարձակումն է քաղաք Սումիի վրա, որտեղ որ այստեղ է Սումին գտնվում, տեսնում եք, 32 մարդ է մահացել և դրանցից երկուսը երեխա են, 98 մարդ տուժել է, այդ թվում 9 երեխա և ընդհանրապես Սումիի ուղղությունով Ռուսաստանը 2 բալիստիկ հրթիռ է կիրառել։ Մոտիկից նայենք Սումիի հատվածը և այստեղ տեսնում ենք, որ քաղաք Սումին ամենամոտ խոշոր քաղաքն է այն ուղղությանը, որի ակտիվ զարգացումը նաև վերջին ժամանակներում տեղի է ունեցել, և դա Սուջայի հատվածն էր։ Հիշում եք, որ մենք ունեինք Սուջայում կարևոր իրավիճակ, ես կփորձեմ հիմա գտնել, այո, մոտավորապես մարտի սկզբերին, տեսնում եք Սուջայում ինչպիսի իրավիճակ էր, սա Ռուսաստանի սուվերեն տարածքներն է, որտեղ որ Ուկրաինան կարողացել էր ներխուժել և գրավել այս տարածքի մասը, մարտի 1-ին է այս իրավիճակը, մարտի 10-ին տեսնում եք, որ արդեն այս հատվածներում նվազել էր, Ռուսաստանը առաջընթաց էր ունեցել, ինչպես նաև մի փոքր Ժուրավկայի և Նովինկեի ուղղությունով խորացել էր, մոտավորապես մարտի 20-ի դրությամբ արդեն ուկրաինական զորքերը Սուջայից հետ են քաշվել և եթե գանք արդեն այսօրվա իրավիճակին, ապա կտեսնենք, որ նույն իրավիճակն է, մի փոքր այստեղ խրվել են ռուսական զորքերը, ինչու եմ ասում մի փոքր, որովհետև խոսք է գնում 3 կիլոմետրի մասին, ուկրաինական զորքերը նաև պահպանում են այստեղ մի փոքր պլացդարմ Ռուսաստանի տարածքում, նաև մոտավորապես 4 կիլոմետրի հատվածում։ Եվ Ռուսաստանի հարձակումը այսօր Սումիի վրա, որտեղ որ քաղաքի կենտրոնին են խփել և քաղաքացիական բնակչությունն է տուժել միայն, դա Ռուսաստանի բարբարոսական գործողությունների մաս է, որը թիրախավորում է խաղաղ բնակչությանը ի պատասխան իր ուրեմն գործողություններին այստեղ, որ չկարողանում հասնել հաջողության և ամբողջությամբ արդեն ամիսներ է և վերջի շաբաթները հատկապես այս փոքրիկ պլացդարմը ուկրաինական ավարտի։ Մյուս կողմից կա այստեղ ակտիվություն, տենում եք ավելի հարավում, որովհետև ուկրաինական զորքերը, տենում եք այս փոքրիկ հատվածում, բայց Ռուսաստանի տարածքում փորձել են պլացդարմ ստեղծել և ենթադրում եմ, որովհետև էլ առաջընթաց ուկրաինական զորքերը այստեղ չեն ունեցել, այս հարձակումը, որը այս հատվածում տեղի է ունենում Սումիից դեպի արևելք և հարավ Սուջայի հատվածից, սա վերաբերվում է նրան, որ ենթադրում եմ ուկրաինական զորքերը այստեղից տեղափոխվել էին դեպի ավելի հարավ և պատրաստվում էին հենց այս ուղղությունով նոր ներխուժում կազմակերպել և Ռուսաստանը այդ պատճառով է, որ ակտիվ այստեղ թիրախավորում է, ենթադրում եմ ուկրաինական զորքերը։ Այստեղ փոքրիկ ռուսական առաջընթացի մասին է խոսքը գնում կամ ռազմական գործողությունների և գալիս ենք արդեն Խարկովի ուղղությունով, այստեղ էլ մի փոքր հարվածներ կան սահմանագոտում, այս հատվածում Ժուրավլովկան պահում է Ուկրաինան, մենք սրա մասին խոսել էինք, բայց առաջընթաց չկա, ինչպես նաև Ռուսաստանը այս տարածքները, որը կան պահպանում է, բայց առաջընթաց չկա, Վովչանսկը ամենակարևոր կետը այստեղ Ուկրաինայի վերահսկողության տակ է, մասամբ մի փոքր տենում եք հատվածը Ռուսաստանի վերահսկողության տակ է։ Գալիս ենք դեպի հարավ, մեծ փոփոխություններ այստեղ չկան, Կուպյանսկը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ, մնացած վայրերում տեղի են ունենում մարտական գործողություններ, այս հատվածում նաև փոքրիկ առաջընթաց ունի Ռուսաստանը, Սենկովեն, բայց պահում է Ուկրաինան և լուրջ փոփոխություններ չկա, դեպի ավելի հարավ նաև նույն իրավիճակն է, ընդհանուր առումով կանգնած է այդ ճակատը, եթե գանք ավելի հարավ, տեսնում ենք, որ Բելագորովկայի ուղղությունով ճակատը պահպանվում է արդեն տարիներ է, կարելի է ասել, և փոփոխություն չկա, Բախմուտի ուղղությունով ընդհանուր առմամբ կարելի է ասել փոքրիկ առաջընթաց ունի Ռուսաստանը, Չասով Յարը կարելի է ասել մասամբ գրավել է Ռուսաստանը, բայց ոչ թե վերջնական,
եւ այդքանով արդեն Կոնստանտինովկան է դառնում գլխավոր կետը այստեղ, բայց եթե գանք դեպի հարավ, ապա Տորեցկը, այո, կարելի ասել նաև մեծ մասը գրավել է արդեն Ռուսաստանը, այստեղ տենում եք փոքրիկ հատվածներ է մնացել Ուկրաինայի, բայց ընդհանուր առումով ստեղ էլ շաբաթները առաջընթաց չկա, եւ որ պատկերացնեք, էլի պատերազմից միջև պատերազմը սկսվելը այս կարմիր գիծն էր, այն գիծը, որտեղ Ռուսաստանը գտնվում էր։ Այս հատվածում Ռուսաստանը պատերազմի 3 ուրեմն տարվա ընթացքում առաջընթաց է ունեցել 10 կիլոմետր։ Այստեղ 9-10 կիլոմետր։ Այս հատվածներում 10 կիլոմետր։ Այս հատվածում 10 կիլոմետրի մասին է խոսքը գնում 3 տարվա ընթացքում։ Ամենամեծ առաջընթացը Ռուսաստանը, որը ունի, Պոկրովսկի ուղղությունով է, եւ այստեղ այո, կարելի է ասել, որ ամենախորացած հատվածը սա է, Պոկրովսկն է, հենց հիմա մենք մոտիկից կնայենք այստեղ իրավիճակին։ Ուկրաինան պահում է հենց Պոկրովսկը եւ մոտիկ չի եկել Ռուսաստանը, այստեղ Ուդաչնիի ուղղությունով ճանապարհ է անցնում եւ փորձեց Ռուսաստանը գրավել այդ ճանապարհը, Ուկրաինան հետ շպրտեց ռուսական զորքերը այստեղից, ընդհանուր առումով կարելի է ասել Պոկրովսկը նաեւ կարևորագույն կետ է եւ այստեղ իրավիճակը կանգնած է, բայց Պոկրովսկը մնում է ամենածանր կետերից մեկը եւ ամենախորը, եթե վեկալենք եւ նայենք նաեւ ինչքան կիլոմետր են այստեղ առաջ անցել, մոտավորապես 50 կիլոմետր, ինչը համեմատ 10 կիլոմետրի հետ խորը տարածք է։ Ամենալուրջ ուրեմն այստեղ խնդիրը, որը ավելի հարավում ստեղծվեց, դա Վիլիկայա Նովոսիլկայի գրավելն էր, իսկ միջև այդ այն, որ Ուկրաինան կարողացավ ուրեմն Ռուսաստանը կարողացավ գրավել Վուգլիդարը։ Եվ իրոք իր առաջընթացը Վուգլիդարից գրավելուց հետո լուրջ էր այս հատվածում, որովհետև 35 կիլոմետրով խորացել է Վուգլիդարը գրավելուց հետո։ Եթե գանք ավելի դեպի հարավ, արդեն այս հատվածում, ապա այստեղ իրականում որևէ փոփոխություն չկա։ Ոնց կար Գուլայպոլեն, Արեխիվը եւ Կամյանսկան Ռոբոտին են նաև գլխավոր կետերը այստեղ, այդ գլխավոր կետերը մնում են եւ լուրջ փոփոխություններ չկա, իսկ այս հատվածում ընդհանրապես փոփոխություն չկա, ճակատը այստեղ ակտիվ չի։ Ուստի ճակատը մնում է ակտիվ իրականում միայն, եթե ամբողջ ճակատը նայենք, միայն ուրեմն Վիլիկայա Նովոսիլկայի եւ Պոկրովսկի այս ուղղություններով, Բախմուտի ուղղությունով եւ ոչ այդքան ակտիվ ավելի հյուսիսի ուղղությունով։ Եվ պասիվ է համեմատաբար այս հատվածում փոքրիկ ուրեմն տարածքներով, ամենագլխավոր խնդիրը այն է, որ Ռուսաստանը քաղաքացիական ուրեմն հարձակում է այսօր կայացրել եւ դա իհարկե լուրջ ձևով ազդել է բնակչության մոտեցումների վրա, որովհետեւ այո, ազդել է նրա վրա, որ շատ մարդ տուժել է եւ հիմա իհարկե շահեդներ էին օգտագործել նաեւ գիշերվա ընթացքում, մոտավորապես 43 շահեդ եւ Կրիվոյ-Ռիհին են խփել, տենում եք 2 օր առաջ, բայց եւ Խերսոնի ուղղությունով այստեղ կրակոց կա, տենում եք, բայց սա որևէ լուրջ փոփոխություն չի ներառում ռազմական գործողությունների մեջ։ Այս պահին կարելի ասել Կիևը, Սումին եւ Կրիվոյ-Ռիհը գլխավոր կետերն են, որտեղ որ Ռուսաստանը հարձակումներ է կատարում, ընդհանուր առումով իրավիճակը կայուն է, կարելի ասել, համեմատաբար եւ կա ծրագիր, որի միջոցով Միացյալ Նահանգները հիմա աջակցում են մոտավորապես այսպիսի սցենարին, որ Ուկրաինայից ուրեմն այս գլխավոր գետը, որը Ուկրաինայի տարածքով անցնում է, ես ուզում եմ ձեզ Դնեպր գետը ցույց տամ, իրականում այսքան լայն չի, սա ջրամբարներ է ստեղծված, հենց գետը այդքան էլ լայն չի եւ նույն Կիևի հատվածում ավելի լավ է երևում։ Այո, տենում եք Դնեպր գետը,
ուրեմն խոսք է գնում նրա մասին, որ Դնեպր գետով պետք է անցնի գիծը, որ գիտեք, Դնեպրը սկսում է այստեղից, իրականում Բելարուսից, բայց Ուկրաինայի տարածքում նկատի ունեմ, սկսում է այստեղից եւ գալիս է դեպի ավելի հարավ, կիսում է Ուկրաինային երկու մասի եւ այստեղ Խերսոնով միանում է դեպի Սև ծով։ Հիմա խոսք է գնում նրա մասին, որ 3 կարգավիճակ տրվի Ուկրաինայի տարածքին։ Մի կարգավիճակով ուրեմն այս հատվածը, որը օկուպացված է Ռուսաստանի կողմից, մնա օկուպացված Ռուսաստանի կողմից, մյուս հատվածը լինի նույն այս տարածքները, բայց Դնեպրի արևելյան մասում, որը միայն ուկրաինական զորքերը այստեղ ներկա կլինեն, եւ Դնեպրի արևմտյան մասում այս հատվածից եւ ամբողջությամբ կլինեն ներկա ուկրաինական, ֆրանսիական եւ բրիտանական զորքերը։ Սրա մասին է գլխավոր բանակցությունները այս պահին եւ չգիտենք ինչքանով առաջընթաց կլինի, բայց դա է այս պահվա գլխավոր, այսպես ասած, ուղերձը կամ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի փորձերը, ինչպես նաեւ եվրոպական փորձերը, որ պատերազմը կանգ առնի։ Իհարկե պետք է հասկանալ, որ այդ նաեւ մոտեցումը ինքը խնդրահարույց է, որովհետեւ այդ պարագայում խոսք է գնում նրա մասին, որ փաստորեն հնարավորություն է թողնվում Ուկրաինային եւ Ռուսաստանին վերասկսել ռազմական գործողությունները ապագայում։ Խոսք է գնում հրադադարի մասին, իսկ մենք ինչպես գիտենք, հրադադարները երկար չեն աշխատում կամ նույնիսկ եթե երկար են աշխատում, ի վերջո մեկը փլուզվում են եւ պատերազմը վերականգնվում է։ Լուրջ առաջընթաց այդ պայմանավորվածությունների մասին չկա, առնվազն որովհետեւ Ռուսաստանը դեմ է, որ նույնիսկ արևմտյան Ուկրաինայի հատվածում օտար, այս դեպքում ֆրանսիական եւ բրիտանական զորքեր ներկա լինեն։ Այսքանով, սիրելի հայրենակիցներ, ամփոփենք իրավիճակը Ուկրաինայում, մենք իհարկե կշարունակենք ակտիվորեն հետևել Ուկրաինայում իրավիճակին, որը շատ մեծ ազդեցություն ունի Վրաստանի, Հայաստանի եւ ընդհանրապես մեր տարածաշրջանի վրա։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։